Խնդրում եմ ողջույն կողքինից մի ջերմ խոսք ասա, փաթաթվիր, համբուրիր, ես չեմ անում։ Սիրով, ջերմությամբ, ասեք Աստված օրհնի քեզ մի քիչ դոլվագի, դու քիչ եք սիրելիներս։ Դե ինչ վրույր եղբայրս ներկայացրեց ինձ, ես Սևակն եմ, ծնվել եմ ուսուցչի ընտանիքում, ծնողներս մեկը դիրեկտոր է եղել, պապան մեր դպրոցի դիրեկտորն էր, մայրս ժուրնալիստ, գրող։ Մեր դասանից մի տղա ապաշխարեց 8-9-րդ դասարանում ու ես տեսա, թե ինչ խղճուկ էր այդ տղան։ Ես հասկացա, որ հավատացյալները սենց խեղճ են, հետո նրանց ոչխարել են ասում։ Գնացի մորաքրոջս տուն, երկու միսիոներ են եկել Երևանից, դե ես գյուղի տղա ահագին վայրի, ահագին վերջը, գիտեք էլի, հողի մեջ մեծացած մարդ, հող տեսած կվարտիրայում երբեք չեմ ապրել, միշտ մտածել եմ, որ կվարտիրան դա բանտի պես մի բան է, որ վերևից քո վրա թռվռում են, կողքերից գորգորում են, տակից վերջ դու ազատ չէ, ինչ-որ տես մի բան, էլ կներեք կվարտիրայում ապրող քույրեր, եղբայրներ ջան, տենց եմ մտածել, բայց գնացի այդ ազատությամբ եւ այդ մտքերով գնացի մորաքրոջս տուն, օգնելուց իրան հավաքելու 14 տարեկան էի եւ տեսա գեղեցիկ Երևանից եկած քույրիկների շատ գեղեցիկ էին իրանք, հիացած նայում էի աղջիկներին, նրանք Աստծո խոսքն էին խոսում, ես էլ ասեմ լավ էլի ես հավատացյալներն եկան, արի փորձեմ հլը մի հատ տեսնամ իսկապես սրանք հավատացյալ են թե չէ, հիշում էի մի հատ խոսքա գրված, ասում եթե քո մի երեսին մի հատ վերջը, այն մյուս երեսը հլը տեսնամ, հլը մի հատ փորձեմ տեսնամ, այս աղջիկները ինչքանով են հավատացյալ, վերջը մոտեցա, դե լավ, շատ մի դեղվեք չխփեցի, բայց այս գեղեցիկ հիշում եք 90-ականների չորկաներ կային, այդ չորկան որ բարձացեցի ու կտրեցի, այս աղջիկը այսենց եղավ, հետո այն մյուսին էլ կտրեցի, տեսնամ էլի ինչ ռեակցիա կլինի, հետաքրքիր է չէ, հավատացյալ է թե չէ, Փառք Աստծո խելոք հոգևորներ էի լավ, վերստին ծնունդ ունեցող, դիմացան, ոչ մի պատասխան, ոչ մի, դե գիտես ինչ, երբ որ դու բզբզում ես, սպասում ես, չէ, որ պատասխան, ես ինչ բանը չհասկացա, անցավ մի որոշ ժամանակ, ես օգնում եմ մորաքրոջս տուն, ճիշտ է վայրենի եմ, բայց տան մարդ եմ, էլի վերջը տանը կօգնեմ, 2 տոննա թեփ են բերել, տեսամ ես հավատացյալ աղջիկները կյանքի խոսքից արդեն կասինկա են դե ամոթ է, չէ։ Գլխաշորով եկել են ինձ օգնում են, ես այս 2 տոննան տանում եմ խոզերի գոմ։ Ամարդ ասեմ, սրանք ոչ բարեկամ են, ոչ հարևան են, ինչ են օգնում։ Երևանի աղջիկներ, կվարտիրայում մեծացած, ոչ հող են տեսել, ոչ կով են տեսել, ոչ խոզ են տեսել, մեկ շփոթում են խոզին հորթի հետ, վերջը։ Ինչ են օգնում, ինչ են եկել, ախիս ինչ են անում։ 2 տոննա սուս ու փուս կրեցին խոզերի գոմը։ Ես մտածում եմ համարդ, ես սրանց գլխին ինչ եմ անում։ Սրանք ես ամեն ինչից հետո ինձ հələ օգնում են։ Այդ հերիք չեր, մեկ էլ տեսամ, այդ կեղտոտ խոզերի գոմը վերցրեցին ավելները, այդ 2 աղջիկը սկսեցին ավլել ու մաքրել խոզի գոմը։ Ես զարմացա, ժողովուրդ, ես ես բան չէի տեսել, մարդուն դու կռիվ անես, որ հետդ կռիվ անի, վիճի, բայց նա հակառակ մի հատ այնպիսի ջերմություն ցույց տվեցին, այնպիսի սեր, ժողովուրդ, ես ընդեղից դուրս եկա ուրիշ մարդ, կարելի է ասել, ես ապաշխարել եմ խոզի գոմում։ Եկա նստեցի, լսեցի իրանց, մոտ 2 ամիս մնացի տեղ մորքրույս տուն, ես փոխված մարդ էի, մկրտվեցի մի անգամից հոգով, լեզուներ աղոթեցի,
Իրանք ասեցին, հենց որ գնաս դու քո աչքերի մեջ որ նայեն, կասեն, որ դու հավատացյալ ես։ Գիտես, ստեցել եղավ։ Ես եկա տուն առաջի հանդիպակաց մարդը ինձ ասում, «Էս ինչ ա եղել, հո հավատացյալ չես»։ Ես չգիտեմ որտեղից ա երևում, որ դու հավատացյալ ես, բայց քո աչքերը խոսում են, որ դու ինչ որ մի բան տեսել ես ու գիտես, ու այդ քո ֆիզիկական աչքերը չեն, այդ քո հոգևոր աչքերն են։ Եվ դու մի բան գիտես, որ իրանք չգիտեն։ Այդտեղ սկսեց մի ուրիշ բան։ Չկար եկեղեցի։ Գագիկ ջան, լսում ես։ Չկար եկեղեցի։ Կար, բայց չկար։ Չկար ինձ համար եկեղեցի։ Սառեցի։ 10-րդ դասարանում ընկա։ Էլին վայրենի գործերին անցա, գարաժում բենզինով ես ինչ եմ սարքում, հայրս եկավ ասեց մի արա այ տղա, մի արա, հայրս եկավ ասեց մի արա։ Հա գնա 2 անգամ, 3 անգամ, այդ ապարատը պայթեց, ամբողջ բենզինը լցվեց մազերիս, գլխիս, հասցրեցի մենակ 2 աչքերս փակեմ, ոտքերս ամբողջովին, 75% այրվածք, տարան ինձ հիվանդանոց, մազերը սաղարթախիտ ա, տենց ասեմ, բայց որ տարած ինձ ամբողջը գնաց։ Պարկած եմ հիվանդանոցում, բժիշկներն ասում են, նու կքայլի, այդ ջիլերը համարյա կտրված ա, մի կերպ կքայլի։ Ես այսօր նայում եմ հորը, որ արցունքները այսօր ստեղ չի կարողանում զսպի, ես իմ հորն եմ հիշում, որ հետևում, դռան հետևում էր, այդ նույն ձևով։ Երիտասարդ տղան ինչի մեջ է հայտնվել։ Չլսելու արդյունքում, գնալու իր ճանապարհով, ես գիտեմ էլի։ Սենց է, չէ, երեխեքի մոտ, տղեքի մոտը տենց է։ Իմ պապան 6 տարեկան, ամենաուժեղն է, իմ պապայի նման ուժեղը չկա։ 10 տարեկան, իմ պապան ամեն ինչ գիտի։ 15 տարեկան, ով ասես գիտի։ 20 տարեկան, ինչ գիտի որ։ 30 տարեկան, կարող է ճիշտ էր ասում, մի բան գիտեր։ Ես խոսացա Տիրոջը, մորքուրս եկավ ասեց, եթե ապաշխարես նորից հետ գաս, ես խոստացա Տիրոջը, եթե քայլեմ, խոստանում եմ, ում որ տեսնամ, կվկայեմ քո հրաշքի մասին։ Ես քայլեցի ու եկա հասա ձեզ մոտ։ Եկա այդ ծափերը դադարեցրեք, հա, եթե ուզում ես ծափ տաս, այ որ գնաս դուրսը, խնդրում եմ, հանկարծ կհիշես, ով կանի իմ ասածը, խնդրում եմ ձեր բարձացրեք, արտես արագ ձեղբի բարձացրեք, դες բաներ կասեմ, որ ընդեղ հիշես, ավտոբուսի մեջ ես, որտեղ ես, այնտեղ ծափ կտաս, որ հարցն են, ինչ ես ծափ տալիս, կասես մի հատ տղա էր եկել, պատմում էր իր վկայությունը, ես էլ ուզում եմ քեզ պատմեմ, այս Տիրոջ փառքն է, կպատմես, կփոխանցես իրան, ես կարող եմ չհասնեմ իրան, բայց դու հասնես իրան, պատմես, այ այդվաղ ծափ տուր ու վկայի իր հրաշքների մասին, գնացի բանակ եկա, լրի փոխվեց իմ դեմքը, ամբողջովին դեմքս վերականգնվեց, ոտերս քայլում են, գնում եմ առաջ, ավետարանում եմ Տիրոջ խոսքը, չեմ մոռանում իր արած վկայությունները, չեմ մոռանում ինչ հրաշքներ արեց իմ կյանքում, մի մոռացի սիրելիս, քո կյանքում շատ հրաշքներ արել, մի մոռացի, այսօր խոսելու եմ, առաջի տեղը հայտնությունում ասում է 12-ի 11-ը, և նրանք հաղթեցին գառան արյունով, և քո վկայության խոսքով, և իրենք իրենց կյանքերը չսիրեցին, մինչև իմա, ես սիրեցի Տիրոջ վկայությունը, և այդ վկայությունը հենց պատմում եմ,
ես մնում եմ իր խոսքի մեջ։ Հենց մոռանում եմ, ուրանում եմ, ծածկվում է, ոնց որ սեղանը սպրոցով կծածկեն ու դու չգիտես տակը ինչ կա, բայց կա տակը կերակուր, վկայություն, քո կյանքի վկայությունները հիշիր։ Տերն ինչ արեց քո կյանքում։ Հիշիր, մեկ-մեկ հիշիր, պատմիր, մարդկանց վկայի ասա, իմ կյանքում Տերը գործեց, ես ունեմ անձնական վկայություն։ Գալիս եմ Ռոստով, հայրս արդեն գնացել է Ռոստով, ինձ ասում է մոռացի քո Հիսուսին արի ստեղ Հիսուս չկա, ստեղ Հիսուսին չեն ճանաչում, թող այդ Աստծուն նոր կգաս, ասի չեմ գա ուրեմն, 6 ամիս չգնաց, հետո աս լավ այ մարդե արի, հերիքա, ինձ օգնող ապետ չես գալիս եմ, անցնում եմ, մոռացա ասեմ, այդ ժամանակ ես ստանում էի առաջի հայկական պասպորտներն էր 96 թվականներ, նկարի մեջ իմ պասպորտի նկարի ամբողջ ճակատս վառված է, ամբողջ երեսս կարմիր վառված է։ Այդ նրա համար էր, որ Տերը ինձ հիշացներ, դու խոստացել ես, որ հիշես, մեկ-մեկ նայես քեզ, հիշես, որտեղից ես քեզ վերցրեցի։ Եկել եմ սահմանն անցնեմ, մի հատ ռուս տամոժնին նստած այդ ռուս աղջիկն է, տվել եմ պասպորտս, նայում է այստեղ, նայում է ինձ, ասում է, «Էդը ты?» Այն մարդ ասել, «Ստեղ էլ պետք է ասեմ, Տեր ջան», ասի, «Ну да, я же не ты же»։ Ես ինչ ա եղել ասեց, ու սկսեցի պատմել այդ վկայությունը, տեսամ լացում է, այդ իմ առաջի վկայություններն էր, որ պատմում էի, ասեց գիտես ինչ, ես մեռնում եմ, մեր տանը չգիտեմ, ես չեմ էլ ասելու, ինձ շատ կարճ ա մնացել ապրեմ, խնդրում եմ, ինձ համար աղոթի, ես հլը մարդկանց համար չեմ աղոթել, հլը լավ ասի աղոթեմ, ձերս մցրել եմ ես բուտկայի մեջ, ինքն գլուխն ա բերել, հետևում մի ահագին հերթակ, այս ինչ անում ես, աղոթեցի, անցա եկա Ռոստով, մենք վարձով ենք մնում, կյանքում վարձով չեմ մնացել, չգիտեմ այդ ինչա, սեփական տուն, մեծ հողամասով, ասում եմ Տեր ջան, չեմ համաձայնում, չեմ ուզում այսպիսի բան, ես ուզում եմ վարձով տամ, ես ուզում եմ լավ տան մեջ ապրեմ, չեմ ուզում այտենց։ Չանցավ 2 շաբաթ, ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Ռուսական եկեղեցու մի մարդ Վալոդյա անունով եկացավ ասեց, ես քեզ ուզում եմ նվիրեմ, այ դուք տուն չունեք, չէ՞ սևակ։ Հա, ես քեզ պրոպիսկա եմ անում, պրոպիսկան էլ չգիտեի այդ ինչա, գրանցում եմ։ Գրանցեց, ուզում եմ նվիրեմ իմ հողը։ Ասում եմ, ո՞նց է նոր եմ աղոթել, բայց ոչ այդքան արագ, էլի ո՞նց կարող է սենց արագ լինի։ Մի ամիս համոզում է, ես ուզում եմ իմ հողը նվիրեմ քեզ, ես ուզում եմ իմ հողը տամ քեզ, խնդրում եմ արի վերցրու։ Ասել ես, արի եթանք, մի հատ պապայիս ասա, էլի։ Չեմ անում կտաս թե չես տա, բայց հետաքրքիր է, իր ռեակցիա մի հատ տեսնանք ինչ է, էլի։ Եկավ ասեց, Նորիկ Աբրամովիչ, я хочу подарить землю брату Սևակու։ Տեսավ, ասես մտածեց, որ չի հասկանում երևի լավ ռուսերեն, նորից կրկնեց, Պապաս, ես ինչ ասում եմ արդ։ Ասեն ուզում է հողը նվիրին։ Ոնց հողը նվիրի քեզ, քաղաքի կենտրոնում ով է ում հող նվիր, դու դրան ճանաչում ես։ Որ տեսա մենք ձեզ բարձր եք խոսում, հիմա խնդրում ասում եմ, մի կռվեք, խնդրում եմ, մի կռվեք։ Ես բերել եմ սաղ փաստաթղթերը, եթե պասպորտը կա, ես կտանեմ նոտարիոսով կնվիրեմ։ Այն մարդ ասում է լուրջ է ասում։ Տարավ նվիրեց։ Հիշում եք մի հատ մուլտիկ կա։ Մենք այդ տունը սարքեցինք, այդտեղ տուն սարքեցինք, ծախեցինք ու առանք քաղաքի այս կողքում վокзալի մոտ Տերը տենց էր ուզում, որ շատ մարդիկ գան ու գնան, գան ու մնան, վերջ։ Եթե չես մնացել, արի ու վերջ, հիմա լավ չի Ռուսաստանում, կարող չգաս, բայց երբ որ լավ կլինի, արի մնա։ Սկսեցինք այնտեղ տուն սարքել։ Ես հիշում եմ մի հատ մուլտֆիլմ, հիշում եք Սուպեր կնիգան, որ գիրքը բացվում էր, այդ տնակը բարձանում էր, այդ տունը վերցեցին նկարեցինք, եղբորս հետ, տարան ճարտարապետական վերջը հաստատեցին այդ տունը և մենք սկսեցինք սարքել, դա մեծ տուն էր։ Ես հավատքով էի քայլում, ես ուզում եմ փոքր հավատքի քայլ ձեզ ներկայացնեմ,
Ինչքան գումար ունենք, ֆունդամենտը լցրեցինք, մեր փողը պրծավ։ Պապաս նստել էր այդ հողակտորի անկյունում, գլուխը բրդել էր, ասում, ես ոնց այս աննորմալներին լսեցի, ես ոնց սարքեցի, այսքան սա գումարը թաղեցի հողի մեջ, այս ինչ արեցի ես։ Իսկ ես ուրախացել եմ, ասում եմ, փառք ես Տեր Աստված, այս ինչ լավ տուն ես տվել, տուն չկա է։ Կարևոր դու դրան տեղը իմանաս, ես այդ ուզում եմ շեշտեմ։ Նա հիմա ես աղոթում եմ, գտնում եմ այս սենյակի մեջ, գալիս եմ, փառք Աստծուն։ Ոնց որ ջղայնացնեմ իրան, էլի ավելի շատ։ Ասում եմ, ով որ մտնի ես դռնով օրտնված լինի, ով որ դու ուրա դուր, ուրա տուն, ասում եմ, պապ ասեմ, չես տես, հլը մտի ասեմ ներս, հլը տես ինչ տուն ա։ Գիտես, սկսես բարձանալ առաջի հարկը, հետո երկրորդ հարկը, ես չգիտեմ, Հայաստանում նախանց գոյություն ունի թե չէ, կա, հա, մեկը ասես կա, փաստորեն կա, դե, Ռուսաստանում ասում են ժաբադուշ է, տենց բան են, նախանձին սենց են ասում, որ իրանց ժաբան այդ ինչա գորտը, հա, թե այդ գորտը ոնց է սրանց դուշի տան, չեմ հասկանում, վերջը, նախանձը կերավ մեր հարևան Նատաշային։ Չենք մանում, ինչի մեզ ամեն օր դատի է տալիս միլիցիա գալիս են մեր տուն, սկսում ես փաստաթղթերը ստուգել վերևից ներքև, ամեն ինչ նորմալ է, իմ հայրս կարգ ու կանոնի մարդ է։ Տարան դատի, հիմա պատերազմ է սկսել հարևանների միջև, սահմանը կա, երկու թշնամի հարևաններ են դարձել, ես հավատացյալ եմ, մնացել եմ այդ չեզոք գոտիում, չեմ անում ոնց անեմ, որ համ ընդեղ լավ լինի, համ ստեղ լավ լինի, գնացի աղոթեցի ու Տերը այս տեղը տվեց, ուզում եմ գրես կամ հիշես այդ տեղը, Գաղատացիս 5-րդ գլուխ 22-23-րդ խոսքը, բայց հոգու պտուղները այս է, սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուշկալությունը միտեղ ասում է համբերատարություն, այսպիսի բաներ անողների դեմ օրենք չկա։ Մեկ ասում եմ, կա համբերություն, կա համբերության ինչ, բաժակ, ուրա ձեր բաժակ, ստեղ կա բաժակ, հա, այդ ջուր խմեմ։ Մեկ էլ լսում ես ասում համբերությանս բաժակը ասա դե ինչ արեց լծվեց հերիքա բոլա էլի այսքան կլներ էլի այսքան դիմանալ կլներ վերջը ես հայտնություն առա որ համբերատարությունը որ կարա տանի ու էլի տանի ախր տենց բաժակ չկա որ այդքան տանի ես հասկացա որ մեր համբերատարության բաժակի տակը ծակա եւ այս համբերատարությունը վերցրեցի ու որոշեցի իմ ներսում մի sense բան անեմ երբ որ կտեսնամ Նատաշային մեր հարևան ուղղակի ասեմ Здравствуй, Նատաշա բայց ինչ здравствуй ոչ բարևել կլինի դրան չեք պատկերացնում դուրս եկա Նատաշային տեսա առավոտը ասացի Здравствуй, Նատաշա ու բացվեց այդ Նատաշայի նախ բերանը, հետո ներսը ինչ կար չկար դուրս տվեց ես կյանքում չէի լսել որ կինը կարա առաջի անգամ վերջը կարմրեցի, կապտեցի ամաչեցի, շրջվեցի ինչ ասեց, ամարդ ասապ, սրա մազերը չկտրև ես իվա լավ։ Համբերեցի, դիմացա, անցավ գնաց, երեկոն էլի հանդիպեցի Նատաշային, էլի հավաքեցի, սերը, քաղցրություն, ուրախությունը, ինչքան կար մեջս, էլի ասեցի, Здравствуй, Նատա, էլի ինչ ասեց, հաջորդ օրը, նույնը, 3 օր, մի շաբաթ, մի ամիս, մեր տունը կռիվա, ինչ գործ ունես, այն մարդան չես դրան բարև տալիս, դա բարև տալու բանա, որ դրան բարև ես տալիս դու։
Դե արի բացատրի, ես իմ համբերատարությունն եմ փորձում։ Վերջը, ասեմ ձեզ մի տարի, լավ է։ Կռվում եք ինչքան է տևում ձեր համբերատարությունը։ Տունը մի փոքր բարձացավ, լցվեց։ 3 տարի, լավ է։ Ասեմ ձեզ, 3 տարվա մեջ ըննում էր ժամանակ, որ դուրս էր գա, թքում էր վրես։ Մեկ-մեկ ընկնում էր, մեկ-մեկ փախնում էր, վերջը։ Ութ տարի, լավ է։ 10 տարի, ոնց է։ Սա շատ ձեր գլուխը չտանեմ, ուրեմն 13 տարի։ Մեր երեխաները մեծացան, մեր երեխաները նույն դպրոցն են գնում, դպրոցը մեր դիմացն է։ Նատաշան չի փոխվում, վերջի 3 տարիները ուղղակի չի հայհոյում, չի բարևում, ոչինչ չի ասում, բայց ես շարունակում եմ ամեն անգամ Նատաշային տեսնամ, ասեմ բարև, здравствуй, Նատաշա։ Մի օր կնոջս հետ շատ ռոմանտիկ զրույցի մեջ ենք, լուսամուտից խոսում ենք, ես ծաղիկներն եմ ջրում, մեկ էլ Նատաշան գալիս է, այ մարդ հիբա պտի գա իրար չջան։ Վերջ եկավ, մոտացավ, ասի լավ բարևը տամ թող գնա, ասի здравствуй, Նատաշա, Նատաշան 1-2 քայլ արեց, կանգնեց, շուռ եկավ, ասեց здравствуй, Սիվակ, прости меня, այ աղջի ջան, արա դու մարդ ես աղջի, խոսալ գիտես դու, կինս հանեց հեռախոսը, գիտեք չէ, իմ ասաղ նկարում են ամեն, պատմական պահ ասվա, կարյակում նկարել, 13 տարի, ասի Նատաշա ինչ ա եղեք քեզ, ես գնում եմ եկեղեցի, ասի որտեղ ես գնում եկեղեցի, ես ինչ տեղը, ձեր հովիվին բարև կանես, քո պտուղը, Սուրբ Հոգու պտուղը քո մեջ պետքա համ տա, վերցրու քո համբերատարությունը, վերցրու քո սերը, վերցրու քո խաղաղությունը, վերցրու քո ուրախությունը, վերցրու այն ամեն ինչը ինչ որ տվել է քեզ Տերը, այդ ժամանակ Տերը քեզ կօգտագործի։ Բան չի եմ աղոթում հրաշ չի լինում, բան չի եմ ասում չի լինում, բան չի էսի չի լինում, բան չի էս։ Պտուղ վերցրու, պտուղ տուր, պտղաբեր եղի։ Մի օր զանգեցին կանչեն, ով է իմանում Աբրահամ Տաշյանին, լսել եք իր մասին, շատ լավ երգիչ է, մեր եղբայրն է, իր եղբայրը Հակոբը ծառայում էր ինձ հետ Ռոստովում, մի օր կանչեցին մեկի տուն, գնացինք այդ տուն, գիշերով, չեն կարողանում գտնել ճամփեքի մեջ, մոլորվել ենք, նավիգատորը չի բռնում, Հակոբն ասեց, դե լսի, Աստված ասեց էլի, որ տեսա, որ մենք լավ բան եկանք, չգտանք, արի գնանք տուն, հերիքա, բոլա, ուշը արդեն, լավ ասի, բերես մի ճամփով էլ գնանք, կգտնենք, չէ, անձրևն էլ տալիս է այս 2 ժամը, մոլորված, գնում ենք մեկ էլ ճանապարհի անկյունում տեսնում եմ մի քանդված դռան մոտ կանգնած մի կին, այս մազերը կպելա սաղ երեսին, հասկանում եմ, որ ինչքան մենք ստեղ ման են գալիս, այս մարդը կանգնած այսքան մի 2 ժամ անձրևին, ասի լսի, Հակոբ, այս այդ աղջիկն է, որ մեզ կանչել է, արի գնացի, գտանք, դուս եմ եկե վազելով գալիս եմ, այ մարդ խախի կնիկն է, ուր ես վազում, ինչ գործ ունես, մոտաց ասի, դուք մեզ եք սպասում, մենք եկել ենք ձեզ համար աղոթենք, զենց արեց, գլխով արեց, հաչ ասեց, գլխով արեց, Հակոբս եկավ հետևիցս, այդ դուրը թողեց ու բրդեց իմ այս թևից կախվեց թևիցս ու մենք գնացինք տուն, տունը կլներ ստեղից մինչև քո մոտ, որ մտնենք ներս, մինչև հասանք այդ դրան, ես ամբողջովին ջուր եղա, մի կերպ ոտերը գցելով առաջ եկավ, քայլեց, մտանք ներս, դիվան էր դրած, ամուսինը մի անկյանում եսին ինչ էր բզբզում հոսանքի հետ, ոչ տեղից վեր կացավ, ոչ կանգնեց, ոչ բարևեց, ոչ մի բան չասեց, մենք նստել ենք, նստել է մեր դեմը, ինչ-որ բան է պատմում, ասում, ճռվող յուն է, ինչ-որ ձայներ է հանում, հասկանում եք, չենք հասկանում, վերջը տեսա, որ սենց չի լինի, 3 երեխա վայրենու պես վազում են այդ տան մեջ, լավ, ես էլ եմ վայրենի եղել, բայց ոչ տապորով,
իրար հետևից։ Ու գցեց տապորը, այն մեկը մտավ դուռը փակեց, կպավ տապորը դրան ընկավ գետի։ Ու մորդ իսուր ենք եկել, Հակոբն ասում որ մեր գնաք ստեղից։ Ու գիտեք ոնց է, այնպիսի վիճակ է, ոնց որ նոր կռված ելնեն տունը, ու դու մտնում ես հետո, դու գիտես, որ հենց նոր կռվել են, չեն կարում նույնիսկ իրանց վերջը, դեմքը, թատերական դեմքը, վերջը, կարողանան քեզ ներկայանալ իբրև թե ամեն ինչ նորմալ է իրար, այտենց սարսափելի իրավիճակ ատեղ։ Այս ամուսնուն ասեցի, լսի հարգելիս, մենք վերջապես ձեր տուն ենք եկել, միգուցե գաս ասես ինչ ա եղել, շուր եկավ ասես, այդ հավատացյալները դուք եք, ասենք հա, վեկացավ եկավ կանգնեց, ասեց, եկել եք աղոթեք, ասենք, հա, ասենց հիմա որ աղոթեք, ուսա չբժշկվի, ես ես ինչ եմ անելու, վայ, ոյ քեզ բոս, ես բան ով ասելու եմ արդ, դու գիտեք ասմա ես ով եմ, այ մարդ ինչ գիտենք դու ով ես, Հակոբն ասում վեկաց հետը, այ մարդ նստի տեղը տեսնանք հələ ինչ է ալում ես հետաքրքիր պատմության վերջը, բա վերջը չիմանանք, ասես ես ատկազնոյով նստած տղա եմ, ախալքալակցի անունն է տալիս վերջը, լսել եք, չեք լսել դե, ոչ չեք լսել էլի վերջը, դատավորն ասում էր ամարդ վիզար, որ այս սաղ արսենալը քո տնից ենք անում, 3 տարի կկրճատեմ, ես ատկազնոյով նստել եմ, որ աղոթեք չբուժվավ, ես ձեզ քտնելու եմ, քարի տակից էլ լինի կքտնեմ ասում, այ քեզ բան, ասի եղբայր ջան, ընկեր ջան, չեմ անում քեզ ոնց դիմեմ, բայց միգուցե դու էլ մեղքի բաժին ունես այս ամեն ինչի մեջ, միգուցե դու էլ ապաշխարես, ինչ են արել, պարզվեց, որ պատմեց, որ մայրը պատմեց, հոգի է կանչել, եւ այդ հոգին եկել այդ տուն, եւ ասում է, կինս տեսավ, 1 ամիս հետո մայրս մահացավ, 2 ամիս հետո հայրս մահացավ, հետո երեխաներս տեսան, սարսափում ենք, այս տան մեջ մենք չեն կարողանում ապրել, արդեն 8 տարի, տունը կես գնով դրեցինք, որ վաճառենք, ոչ մեկը չառավ, շուն ունենք սատկեց, կատու ունենք սատկեց, սաղ, հայաթը չորացել է, մենք զաբոր անգամ չունենք, ստեղ մարդ չի մտնում, շուն չի մտնում, դուք ոնց եք եկել ստեղ, ասի լսի ընկեր ջան, պետքա դրա հարցերը լուծել, պետքա այդ դևին քշել ձեր տանից, դուք եք բերել ձեր տուն, ինչ եք ուզում, ինչ անեմ ասեց, ինչ պտի տամ, 10 միլիոն փող եմ տվել բժիշկներին, արյունը մակարդվեց, մենք տարանք հիվանդանոց, այս իրա ամենալավ վիճակն է, խոսող, երգող, պարող, առողջ կիներին կինը, այս ինչ եղավ, ես չեմ հասկանում իմ հետ, անեցքն է, լսեք, անեցքն է, երբ որ պուջուր տեղ ես տալիս սատանային, պուջուր, չմտածես է, մի պուջուր չէ, մի փոքր սուտ, մի հատ փոքր սուտը պետք է ծածկես, հետո 2 հատ ստով, որ այդ 2-ը, հետո մի 4 հատով էլ, որ դրանք սաղ տեղավորես, չես կարա, ասի ծնկի արի աղոթենք, հենց իմ արի ծնկի արը ապաշխարի, շալվարը բարձացրեց, տեսնում ես այս նշանները, ոչ մեկի առաջ ծնկի չեմ եկե, ձեր առաջ ծնկի չեմ գալիս, Աստծու առը, այ մարդ մեր առաջ մենք ով ենք, մենք իր առաջ ենք ծնկի գալիս, չոքեց իրար հետ աղոթեցինք, երեխեքը կանգնեցին, վազելով եկան չոքեցին մեզ հետ, այդ ինչ հետաքրքիր բան է մեր տունը կատարվում, տարօրինակ, աղոթեցինք Սուրբ Հոգու ներկայությունը իջավ այդ տան մեջ, աղոթեցինք դուռ լուսամուտի համար, յուղով օծեցինք, նստեցինք ավտոն, գնացինք, 5 րոպե քար լռություն, մի բառ Հակոբ չի խոսում, ես էլ չեմ խոսում, մեկ էլ ասեց, տեսար որ ասма չբժշկես, մեր վերջը ինչ կլինի, արա այդ տղա դու, ես մտածում ես քան վաղտ, ես մտածում եմ, ինչքան լավ ներկայություն իջավ, ինչ կարա լինի, բժիշկը ես եմ, դու ես բժիշկը, Տերն է բժիշկը, ում կբուժի, ում ապաշխարությունը կտեսնակ, այցելի է տուն, ինչ գործ ունես, եկանք 3 օր հետո, զանգ, բարև Սևակ եղբայր ջան, ոնց եք, շատ լավ եմ ով է, անունն է տալիս չեմ ասում,
Ես եմ ասում, եկաք մեր տուն, աղոթեցիք, լեզուս բացվել է, քայլում եմ, երգում եմ, պարում եմ։ Ամուսինս հեռախոս է առել։ Զանգել եմ սաղին, խոսում եմ։ Սաղ բարեկամները, հարևանները եկել են մեր տուն, ասել են, ոչ մեկը սեղան չնստի, մինչև սևակ եղբայրենք չգան։ Ասի լուրջ ես ասում։ Ես էլ եմ զարմացել։ Գիտես, զարմանալի է, Տիրոջ գործերը ասում զարմանա հրաշա։ Չեմ կարում չզարմանամ, շատ եմ տեսնում հրաշքներ, բայց էլի չեմ կարում չզարմանամ։ Ուզում եմ ինձ սովորեցնեմ, ուզում եմ քեզ էլ սովորեցնեմ։ Հավատացյալը հրաշքի վրա չի զարմանում, ուրախանում է։ Բայց ես զարմանում եմ այն մարդանը, մինչև հիմա զարմանում եմ, ուրախանում եմ։ Զանգեցի Հակոբին։ Հակոբ, արի տղա, արի։ Այդ աղջիկը բուժվել է, արի գնաց, ասեց էլ կյանքում ընդեղ չեմ գա, չեկա։ Մենակ նստեցի ավտոն, գնացի։ Հասա, տենց տեսարանները տեսել եք, բոլորդ են որ թաղում ալում է, դագաղը դնում են դուրսը, ու սաղ իչքան բարեկամ հարևան կա, սաղ փողոցում կանգնա, հիմա աստեղ թաղում չի, դագաղ չկա դուրսը դրած, բայց ենքան մարդ կա այս թաղը հավակված, ու մեկ էլ սևակ աղբոր ավտոն, որ ստի բանի պետ չէր հատուկ, կանգնում ատեղ, ոնց որ մի կառավարական ավտո կանգնացավ, անենց շրջապատեցին ինձ, դուռը բացվեց, ես իջա, այդ աստղերով հարուստ տղան ինձ գրկեց ու տարավ սեղան են գցել, են հիշում եք տաքսի մեջ էր ասում, ես ճամպրուկը ուր դնեմ, այն մարդ իջացրու, ասեմ իջացրու, հերիք այդ իջացրու։ Իջացրեց, սեղանի գլխին նստացրեց, սա այսպես նայում են ինձ, ասեմ սիրելիներս, կանցնի տարիներ, հեսա դուք կնկարեք ինձ, ձեր երեխաները կպատմեն հենց մի հատ պատմություն, մաման շատ վատ էր, մեռնում էր, մեկ էլ եկավ Սուրբ Սևակը, իմ նկարը կկպցնեք պատին, այդ անկյունը կսարքեք Սուրբի անկյուն, այսենց այդ Սուրբերը առաջալու են ասի, ես եկել եմ տեսնա, Տիրոջ հրաշքը ձեր նման մարդ եմ սովորական, ով եմ ես եկել եմ ուրախանամ ձեզ հետ, այդտեղ ծնվեց տնային եկեղեցի, 30-ից ավել մարդը տեղ ապաշխարեցի, մի անգամ մի հատ քահանա լսեց այս պատմությունը, ասեց ինձ տար ես իրանց տեսնամ, էլի, ասում արի, եկավ տնային եկեղեցի, տեսավ այս մարդկանց, ուրախացավ, այդ օրը խոսք է խոսում, Հովանես 15-ը, ես եմ, որդը, դուք, ջուղերը, շատ հետաքրքիր, սաղ ուրախացել են, ամուսինն ասում, գիտես ես որ ինչ ա եղել, Սևակ եղբայր, ասում ինչ ա եղել, ասում աղունիկներն են եկել, ասում ինչ աղունիկ, ասեմ այն մարդ, ստեղ ոչ թռչուն էր գալի, ոչ շուն, ոչ կատու, աղունիկներն եկել են այսօր, ինչ ա, մարդիկ ուրախացել են, ասես Սևակ եղբայր, արի քեզ մի բան խնդրեմ, էլի, ինձ կանչեցի տնային եկեղեցի ձեր ես եկա, այս ձեր մոտ այս ինչ հրաշքներ ա կատարվում, այս ինչ հրաշքներ ա կատարվում Տիրոջ տան մեջ, ով որ գալիս ա ու փնտրում ա ու գտնում ա իր հրաշքը ու վերցնում ա իր հրաշքը։ Ասեց արի մեր եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մեզ էլի օգնի է, մեր առաքելական եկեղեցին վնասված ա, հիվանդ ա, մայր եկեղեցին հիվանդ ա, բա դուք այդ խոսքերը ունեք, բա դուք լավ քարոզում եք, ինչի չեք օգնում։ Ոս լավ կային մտածեմ, եկա աղոթեցի, աստ ջան գնամ, չգնամ, ոս գնա ինչի չգնամ։ Որտեղ կանչում են, որտեղ ասում են, տանում են, ընդեղ էլ գնա, խոսի։ Ասին քանի րոպե եմ խոսա, ասեց 20 րոպե։ Իմ գրքով գալիս են, բացում են, ասացա, գնացի, առաքելական եկեղեցի, առաջի անգամ էի լինում դիսակատարությանը, 2 ժամ ինքը խոսեց, հետո իջավ 2 տատիկ ար մի պապի տենց, գիտեք, մոմ էին վառում, գնում, գալիս են մոմ է վառում, ասում հա ոնց անցավ մեր ծառայությունը, մեր պաշտամունքը, ասի կնել ես աղբերս, հա մեր քույրիկը ընդեղ լեզու էր խոսացել, մի րոպե, 2 րոպե, այս ճիշտ լեզուներ եք խոսում, ասի լսի եղբայրս գրված է, էլի դե լեզվում, ասին գրված է, չես խոսում, մի դատի էլի, ինչ գործ ունես, մենք ես հո չենք դատում,
Աս լսի, մեր այդ քույրիկը 2 րոպե լեզու խոսած դու ինչ ասեցիր։ 2 ժամ ես իմ ինչ լեզվով խոսում ես։ Ոչ մեկ չի հասկանում, դրա համար մարդ չկա ստեղ նստած, ինչ ես ուզում։ Հաջորդ անգամ գնացին, ինձ մի շորեր հագցրեցին։ Եկավ իմ ժամը, դուս եկա, տատիներն են, պապինա։ Մի քանի հոգի եկել են մոմ վառեն, դրանց ասի, հələ մի հատ թողեք ձեր մոմը, եկեք նստեք, էլ բանն։ Ես նորմալ խոսում ես, բան են ասում։ Եկան նստեցին, խոսք ասեցի, լսեցին, ապաշխարեցին, մնացին, հետո չայ տվեցինք, սկսեց եկեղեցին շատանալ, առաքելական եկեղեցու մասն եմ խոսում։ 3 տարի ծառայեցի այնտեղ, 100-150 անցավ, սկսեցին տնային եկեղեցիներ, հետո կանչեցին ավելի բարձր ու հեռացրեցին իրան այդտեղից։ Ուղարկեցին Ղրիմ։ Գիտես ինչ, դու ծառայի, դու գնա խոսքը ասա, մի մտածի, ինչ կանեն, ոնց կանեն, ուր կգնաս, որտեղ է տանեն, հիմա այդ քահանան, որտեղ էլ որ ուղարկում են, ծառայում է ավետարանական հոգով, ճշմարիտ ավետարանը քարոզելու հոգով։ Ես էլ էի ուզում պատմեմ, մի հետաքրքիր բան էլ պատմեմ, այսօր վկայություններ են պատմելու շատ, Աշոտի մասին եմ ուզում պատմեմ, մի օր զանգեց մի տղա ասեց, Սևակ եղբայր, խնդրում եմ արի էլի, շատ վատ եմ։ Ես զգում էի, որ տեց բառերը ձգելով ա խոսում, ասեմ Աշոտ ջան, որտեղ ես։ Ասեց հարբած եմ, 8-րդ հարկի բալկոնում կանգնած եմ։ Ինձ ուզում եմ գցեմ էլի, արի աղբոր պես։ Աղբորը զանգեի չեր գա։ Քեզ զանգել եմ, գիտեմ կգա, ասի մի շարժվի, հեսա գալիս եմ։ Լուրջ գալիս է, ասի հա, ավտո խոդ եմ տալիս։ Խոդ տվեցի, ձենը լսեց ու խոսելով գնացից տան բալկոնում կանգնել է։ Ասի Աշոտ ջան, քեզ չգցես, ես քեզ շատ եմ սիրում, աղբերս, ես եկել եմ քո հետևից։ Հա, իջավ վերջը գրկեցի, բերեցի։ Այդ օրը մի հոգու հետ էի, մեկին էլ էի քարոզե, բերեցի եկեղեցի։ Մեծ եկեղեցի էր, ավետարանական։ Մի ժամ շուտ բերել է իրան եկեղեցի, դե պատկերացնում եք հարբած, ինչ հոտ կգա վրայից։ Ասի Աշոտ ջան, այս հետևը նստի։ Տեղ չետաս, այդ ամեն մեկին էլ բերեմ, ես էլ դեպուտատ է, Արևմտյան Հայաստանի դեպուտատներից է, լսել եք տենց բան գոյություն ունի, վերջը, այդ դեպուտատին էլ գնացի, որ բերեմ, հələ նոր եմ գնացել, փառաբանության խումբը դուրս եկե փորձեր է անում, մեր բարաբանշիկը նստած ընդեղ վերջը փորձեր է անում, մեկ էլ զանգը զանգի վրա գալիս է, զանգի վրա գալիս է, Վերջն եմ ասում, Սևակ եղբայր, ես ում ես բերել ստեղ։ Սևակ եղբայր, շուտ արի հասի ստեղ, դու գիտես թե ինչ է կատարվում, շուտ արի հասի, ասեմ, որ հանգստացեք, ինչ է եղել։ Ասում մի կռիվ է գցել ստեղ։ Սաղ ասում կջարդել, ձեզ կսպանեմ, ասում, ես ով է, ես ում ես բերել ստեղ։ Ասեմ, ինչ է ասում, հələ բանը, տվեք հեռախոս, տվեք, ասում Սևակ եղբայր, սրանց ասում եմ նվագեք, չեն նվագում իմ համար, ասել եմ մի հատ նվագեք, պարեմ, չեն նվագում, ասում Ասլեմ Սևակ եղբայրը կգա ես ես ցույց կտամ։ Ասի Աշոտ ջան, հանգստած հեսա գալիս եմ։ Եկա Վրուժ ջան։ Այդ դեպուտատին բերեցի ծառայությունը, նոր սկսվում է, հավաքվել են, սաղ եկան վրես, հարցակվեցին, ես ինչ է անում, ես ինչ չի անում։ Ասեմ սաղը ծառայող եք։ Վաղուց եք ծառայում, հա։ Երբ եք վերջի անգամ արդբեր են։ Երբ ես մեկի հետ խոսացել, ու այդ մարդուն քեզ հետ վերել եկեղեցի։ Դուք հասկանում եք մի ժամ առաջ այս մարդը որտեղ էր, մի ոտով դժոխք էր գնում։ Մահվան դռան մոտ կանգնած էր։ Այսօր ուրեմն կյանքը փոխվեց, խոսքը լսեց։ Եկավ հասավ եկեղեցի ձեզ, որ ձեզանից քաղցրությունը տեսնա, սերը տեսնա, ուրախությունը տեսնա։ Սա գլուխները կախում են։ Ասա մի հատ տուշին ի՞նչ է որ չեք նվագում։ Վերջը, այս տղան մնաց, ապաշխարեց, մինչև որս ծառայում է։ Ասեմ ձեզ, հետաքրքիր մի բան, Տերը ինձ ցույց տվեց, եկեղեցի պետքա սարքես։ Գիտես ինչ, Տերը որ խոսում է, ասում է, ոնց պետքա սարքես, տալիս է հնարավորություն, բայց դու պետք է անցնես մի հատ ճանապարհ։ Ուրախացած, պանդեմիան սկսել է,
բոլորին ասում եմ, մենք արդեն փաստաթղթերն ունենք, տեղը կա, հողը կա, Տերը ինձ տարավ, ասեց, լսի, քո հողամասում էլ կսարքես։ Տուն տվել եմ, հա, մեծ տուն ունես։ Մի հատ էլ եմ տվել ես մի կողքը, էլի տուն ունես, այսքան էլ, այսքան հող ունես, հենց այսքան։ Այստեղ էլ կսարքես եկեղեցին։ Հիմա կանգնել եմ այնտեղ, որտեղ որ պետք է քարոզեմ, ասում եմ, այստեղից կքարոզես, խոսք ասես ու շատ շատերը կապաշխարեն։ Ու կանչել եմ եղբայրներին այդ հողի վրա, ասում եմ, շատ քիչ էինք, 15 հոգի։ Եղբայրներ քույրեր, ուրախացեք, Տերը մեզ տվել է հնարավորություն ստեղ եկեղեցի կառուցենք։ Ինչ ես կարծում, ուրախացան։ Հերթով տրտմել են, ոշկերները կախել են, ինչ չեն նայում։ Իմ օգնականը, որ ամենը շատն էի սպասում, որ նա ինձ կքաջալի, ասում եմ, հովի ջան, կարելի է սպասենք սեպտեմբերին, էլի, ընդամենը 32,000 ռուբլի փող ունենք։ Ոնց ենք սարքելու այս ամեն ինչը։ Ասեմ, լսի, սեպտեմբերին մենք պետք է մտնենք ստեղ։ Ասի, դուր այդ փողը, դուր գնացեք, իմ հավատքը կորում է, ձեզ տեսնում եմ կորում է, գնացեք։ Գնացի, մնացի ես, իմ աղոթքները, Սուրբ Հոգին, Տերը։ Ասա, Տեր, ինչ անեմ, ու խոսք է տալիս, մինչև սերմը չմեռնի, պտուղ չի տա։ Այն մարդ հիմա մեռնեմ։ Կանչեցի ուզբեկներին, ասի մեռնել, դե, կարգին տեղ սարքել նոր մեռնեմ։ Մետրը, 2-ի վրա, աս մի հատ ես փորեք, հետո ֆունդամենտ կփորեք, հաշվեք ինչքան կուբա ես կտամ գումարը, գնացի սրանց համար հաց առնեմ կամ, մինչև եկա տեսնամ վիճում են իրար հետ, էլ չեն հարցնում, ինչի համար։ Մի անգամ սա, այս ում համար ես վաբշե, այ մարդ հանգստացեք, ձեր համար չի իմ համարը։ Վեշերը հավաքին, գործիքները վերցրին, աստ աղ նորմալ այն մարդ, մեզ փող չի տա։ Այն մարդ ասի, ես ձեզ փողը տալիս եմ, փողն էլ, եթե քո համար ասին, փողն էլ չենք վեր, փողն էլ չվերցրին, գնացին, աստիճան դրեցին, իջա ներքև, առավոտը 8-ից, մինչև իրիկուն 8-ը, արկեցի, երկեցի, աղոթեցի, մի շաբաթ եկեղեցին հովիվ չուներ, հետո ման եկան կթան, ասի լսեք, կամ սարքում եք, կամ ինձ թաղում եք, ստեղ պրստեք, ես էլ կպրստեմ, դուք էլ ինձանից կպրստեք, մի ամիս, սկսեց պատերազմը սեպտեմբերին, 7-8, այդ ընթացքում եկավ մի հատ տղա, ասեց, ես լսել եմ հայերս տեղ եկեղեցի են սարքում, ձեր շեբեն ապ է, թե պեսակ։ Ասի, դու որ եկեղեցից ես։ Ասի, ես եկեղեցի չեմ գնում։ Ասի, լսի եղբայր ջան, մենք փող չունենք, բայց մեզ համ շեբեն է պետք, համ էլ պեսակ։ Գնաց բերեց շեբենը դատարկեց, հետո բերեց պեսոկը ավազը դատարկեց։ Ասի, լսի, արի ներս էլի, այսքան շարել ենք եմ աղդ։ Մտավ ներս, ասի տես չի ինում, քեզ ինչ հապ էդ տիրոջից, ասաց երեխա։ Շինարարներով աղոթեցինք իրա համար, հատուկ օտյաններ չկա այդ դու, սովորական շինարարներ էին, ձգնորսներ են, աղոթեցին գնաց, այդ սեպտեմբերի մոտերը, որ կռիվը սկսեց, կնոջ ձեռը բռնած եկավ, եկեղեցին արդեն բարձացել է, հղիը, սիրելիներս, այսօր ինքը կանգնած առաջի անգամ խորանը բարձացել ու խոսքը ասել, ապաշխարեց ինքը, կինը, եղբայրները, հայրը, մայրը մկրտվեցին 15-20 հոգի իրանց Գերդաստանից եկան տիրոջը, եկեղեցին 8 ամսում կառուցվեց եւ լցվեց ամբողջը, ողջ փառքը տիրոջը։ Ծափ չտաս, հիշի որ դրսում ծափ տաս։
Մի բան էլ պատմեմ։ Մի աղջիկ եկավ, ասեց, ես ուզում եմ ամուսնուցս բաժանվել։ Ասեմ ինչի։ Ասեց շատ վատ բաներ անում։ Այն ինչ որ դու մտածում ես։ Այն ինչ որ չես էլ մտածում։ Լսեցի։ Ասեցի լսի, նա քեզ պահել է, պահում է։ Առակացում 14:1 ինչ է ասում։ Եվ հիմար ամուսինը քանդում է իր տունը։ Հա? Կանեք թող ասեն էլի։ Մի հատ է բարձր ասեն էլի։ Չեն կարող է ասել։ Ասում է հիմար կինը քանդում է իր տունը, բայց իմաստունը դրանց միջի կառուցում է իր տունը։ Լսի քույրիկս ասի, իջի էլի, այս աստղերից իջի, այս աշխարհի վազքի միջից իջի այս աստղային վիճակներից։ Լսի քո ավտոն այս շենքից թանկ է, աղջիկ ջան։ Քո ամուսինը քեզ ապահովում է, քթի այդ բանալին, ինչի է հեռացել, ինչի է գնացել, քթի այդ բանալին։ Գնա մի ամիս աղոթի, առաջինը, մի բուր հող վերցրու, կտանես, այս ես եմ, ես հասարակ մահկանացու եմ, շատ գեղեցիկ է մեր քույրիկը, կարելի ասել մոդել, բայց ասա ես հասարակ մահկանացու եմ, ասում է, այդ գեղեցկությունը ինչի պես կգնա, ծաղիկի պես, կանցնի ու կգնա, դու ավելի գեղեցիկ ես, երբ որ իմաստուն ես։ Այդ առաջին, երկրորդը, մի ամիս կասես, ես հող եմ, ես ես հողն եմ, ես մի օր հող եմ դառնալու։ Հերիքա մարմնիդ հետևից գնաս, հարազատներ լսեք, քույրեր լավ լսեք, բացեք ձեր ականջները, մի նայեք այս աշխարհին։ Սրանք կործանվելու են, մի օր չեն իմանալու, ոնց է սրանց ուռացրած բաները հանեն, որ մարդ դառնան։ Գնահատվելու է իսկական մարդը, իսկական Աստծո ստեղծած էակը։ Երկրորդը, մի փետ կվերցնես, կգնաս քո տուն։ Ես տարօրինակ հովիվ եմ, ինչ անեմ։ Եթե հանկարծ կիմանաս մի ուրիշ մարդ ուզում է գա ձեր տուն, իրան կդիմավորես լավ փայտի հարվածներով։ Գնաց իր աստուն։ 3 ամիս հետո ամուսինը եկավ եկեղեցի։ Ամուսնուն ճանաչում է ամբողջ Ռոստովը։ Ասում են բանի տեղ մի դրեք, մի նայեք հետովը։ Եղբայրները դաժե բարև չէին տալի առաջի ժամը, ես էլ բարև չէի տալի։ Թող գա նստին դե։ Մեր քրոջ կարատես նեղացնի, հա։ Մենք էլ սուս կնստենք, կնայենք, հա։ Թող գա նստի։ Անցավ մի 6 ամիս, ամեն կիրակի գալիս է եկեղեցի։ Հիմա մի անգամ որոշեցի հարցնեմ էլի։ Ասի Ռոման ջան, եղբայրս, ես խերը չես այդքան շատ շուշուտ գալի եկեղեցի։ Ասեց սաղ կյանքս փոխվել է։ Հովիվ ջան, ամարդ մերոնք սկի ինձ հովիվ չեն ասում, այդ ասի չլնի թարգել ես, ամեն ինչ ասեց։ Ասեմ բա ես խիք ես չեմ մկրտում, հլը մի 3 ամիս էլ բեր փորձենք տեսնանք ինչ կա մեջ այդ նոր։ 3 ամիս հետո մկրտեցի։ Մի օր վերցրեց Լևի բերեգում մի հրաշալի այգի, փակեց այդ սաղ այգին, հրավիրեց ողջ եկեղեցուն ու ասեց, եթե դուք չլնեիք, ես կարող եմ կենթանի էլ չլնեի, իրան էլ սպանեի, երեխեքիս էլ ես ինչ անեի, ինձ էլ հետը։ Մի օր խոստովանեց, ասում է, ամաչում եմ, ասում ինչ ես ամաչում, Ռոման ջան,
Ասում որ դուրս եմ գալիս մեր հարևանի վառոդը տեսնում եմ, ամաչում եմ։ Ասում եմ ինչ ա եղել հարևանի վառոդը, ի՞նչ կապ ունի քեզ հետ։ Ասում որ ես գալիս էի տուն։ Ուղղակի պիստոլետս հանում էի, կրակում էի իրաց վառոդին։ Նա գիտեր, որ իմ հետ ոչ մի բան չի կարող անի։ Հիմա որ դուրս եմ գալիս այդ վառոդ տեսնում եմ, ամաչում եմ։ Ասում եմ հարգելիս, հասկացանք այդքան սատանայի ծառա ես եղել։ Հիմա Տիրոջ ծառան ես։ Գնում ես խելոք։ Իշ լավ, որ մեկ-մեկ հովիվին լսում են, որ ջան։ Ամեն։ Գնում ես մի հատ վառոդ ես առնում։ Լավ վառոդ ես առնում։ Տանում ես հարևանիդ վառոդը։ Եկավ ասես լավ հարևան եք իվա։ Էնքան լավն է։ Իսկ կա տարի ապրել եք չեմ ճանաչել, որ մարդ կա, այ տղա, ըստեղ մարդ չկար, դե մարդ կար։ Մեր եկեղեցում ծառայելու համար պահանջվում է, եթե հանկարծ որոշես, փորձես, ուզենաս, տեղափոխվել Ռոստով եւ քո հովիվը մի եկեղեցի ցույց տա, որ գաս ներկայանաս իբրև ծառայող, հիշացնեմ էլի, հիշեցման կարգով քեզ ասեմ, մեզ մոտ ծառայելու համար պահանջվում է այսպիսի հատկություններ։ Նախ բերում ես 2 հատ աթոռ, բնականաբար մեկը քեզ համար, առաջի մի 6 ամիսը մենք կտանք քեզ համար, կառնենք, աթոռ կտանք, հետո 2 հատ աթոռ, մեկը քեզ համար, մեկն էլ այն ում որ դու բերելու ես, հլ տեսնանք մեջը հավատ կա, մարդ կբերի, թե այս մենակ ուտող ուրացվող է։ Եվ մի հատ ավել։ Ավելն էլ, որ վեր կենաս, 30 մետր ես հարևանների դուրը, 30 մետր են մի կողմը, և այսպես տարիներ, մաքրում են, աղլում են, լվանում են, սառույցը ջարդում են, տատիկներս հարևաններ եք խադեն ուրախացել, հավաքել են փող, բերել են, տալիս են մեր ես Ռոմանին, ասում լսի, ախր քո ավտոն մեր ես թաղի 3-4 տան տունն արժի, մենք գիտենք դու փողի կարիք չունես, բայց խնդրում ենք, վերցրեք, ձեզ համար մի բան արեք, ես չեմ անում, ինչ արեք, ես Ռոմանս ասում չէ, մենք փողով չենք անում ձեզ համար, լսեք, խնդրում ենք, այս տարեք, ձեր մոտ երևի ունեք, ինչ-որ արկղ։ Եղբայրները ասում են լավ, վերում են այդ գումարը, մեր հարևան տատիկների հավաքած, ձեր հարևանները հավաքել են, զոհաբերություն ձեզ համար։ Լավ չեք ավելել, դրա համար չեն ունեն։ 2 եպիսկոպոս էին եկել, երբ որ այս պատմությունը լսեցի, ասեք մենք եսի միշտ թեմաներ ենք տալիս, եսի միշտ դասեր ենք տալիս, ընդամենը Սուրբ Հոգու պտուղները պետք է մեր մեջ լինի, ուրիշ ոչ մի բան։ Այս վերջերս եկել էին իմ հետևից ոստիկանները, ես շատ բաների դեմ եմ, ինչ կատարվում է այս աշխարհում, չեմ խառնվում աշխարհի տարբեր պատերազմներին, գործ էին կազմել ինձ վրա, եկել էին եկեղեցի, ես եկեղեցում չէի, և ովքեր էին նրանց դիմավորել, մեր հարևան, պարապած, տատիկները, պատ են կանգնել, կռիվ են արել,
Կռիվ են, պատմում են ինձ, ինչ կռիվ են արել։ Հետո այն տատին պատմում է, բայց ես ուրիշ վատ բան չեմ, ինչ կա, էդ եմ ասել, ավել բան չեմ ասել։ Ասել եմ, որ դուք մաքրում եք մեր փողոցները, ասում են, դու տեսել եք ինչ ավտոյով են գալիս ընդեղ։ Ասում եմ, հա, բայց այդ ավտոյից ավելով են իջնում ու մաքրում են մեր տունը, բա դու քանի անգամ ես եկել մեզ օգնես։ Եվ այստեղ խոսքը ասում է բարի վկայության մասին։ Առաջի Տիմոթեոս 3:6-7 ասում է, եւ դրսիններից նրանք ունեին բարի վկայություն, արդյոք քո հարևաններն ունեն քո համար բարի վկայություն։ Արդյոք մի օր քո Նատաշային դու ասում ես «Здравствуй, Տատաշա»։ Արդյոք վերցնում ես ու կոտրում ես քեզ քո հպարտությունը անուն իրը։ Արդյոք երևում է այն պտուղը, որ Տերը դրել է քո մեջ, ուզում է տեսնա քո մեջ, այն Հիսուսը, որ իր կյանքը դրեց իմ ու քո համար։ Մի քույրիկ մի երկու շաբաթ առաջ իմ կողքին նստած լացում էր, հոնգուր լացում էր։ Սևակ եղբայր, ինչ անեմ, ոնց անեմ։ Ոնց ապրեմ, էլ հաց բերող չունեմ, էլ ին վրա ուշադրություն դարձնող չունեմ, ախնչի տենց երիտասարդ մահացավ, ասում էի ես արա, են արա, ասում է ինչ պետք է աներ էլի, խեղճը մեռավ պրծավ։ Բայց այդ եղբայրը, որ գալիս էր եկեղեցի, 2 տարի գալիս էր եկեղեցի, տարապում էր, ասել մի ուշադրություն չկա իմ վրա, ես անում եմ, արհամարված եմ, իմ տան մեջ, ես տուն չեմ ուզում գամ, իրան չեմ ուզում տեսնամ, իմ երեխեն իմ դեմ է խոսում, ինչ է սրսկում այդ երեխուն, սիրտը ճաքեց, մահացավ, ինքը չեկավ եկեղեցի, ասեցի առաջի անգամ, որ բերել էր կնոջն, ասի, լսի, քո ամուսինը գալիս է եկեղեցի, դու հասկանում ես, քանի քույր ու կին կուզեին, որ իրանց ամուսինները գային եկեղեցի, քո ամուսինը ինքն է եկել եկեղեցի, արի հետը, պնդացրու այդ մարդուն եկեղեցի, մեջքին կայնի, օգնի, թիկունք դարձի, քո ամուսնուն թիկունք դարձի, մի ավիրի քո տունը։ Չէ։ Մի այսքան այդ լացելու մեջ ցավ չէի տեսնում։ Իրա մասին էր մտան, իրա մասին էր էլի լացում։ Կտրվել էր այն ինչ որ ստանում էր, կտրվել էր։ Քույրս, եղբայրս, հարազատս, ուշադիր եղի քո տան մեջ, քո գլխին։ Կինը ստեղծված է տղամարդու խաղաղության համար։ Բեր քո տուն խաղաղություն, բեր քո տուն հանգստություն, բեր քո տուն երջանկություն։ Այսօր հովի վրույրի հետ խոսնեմ, Թագավորաց գլխում 3-րդ Թագավորաց 1:4-ում ասում է եղբայրները ծածկում էին Դավիթին, չէր տաքանում։ Հիմա հոգևոր նայեք էլի։ Գալիս էին խոսում էին, չէր տաքանում։ Գալիս էին կողքը լնում էին, չէր տաքանում։ Գնացին ասում է Աբիսակին բերեցին, մի կույս գեղեցիկ աղջիկ մտավ իր ծոցը, տաքացավ, միտեղ գրված է դարման եղավ իրան, հասկանում եք ինչ եմ ասում, ասում նա նրան չգիտացավ, հասկացեք, Տերը դրել է ջերմություն, դարման, ոչ թե ստրես,
Մի դարձի քո ամուսնու ստրեսը, դարձի իր ուրախությունն ու երջանկությունը, ջերմությունը, դարձի քո Դավթի ջերմությունը։ Ինձ կանչեցին թաղմանը, այս եղբայրը գալիս էր մեր տուն, կոֆե էի դնում, ասում է Կարո, իր կոֆե ես խմում, դառը թե կացրը, ասում էր սևակ եղբայր, դառը ինչպես իր կյանքը, թաղմանը էտի վկայեցի, էտ էի ասում, փաստորեն մենակ ինձ չէր ասում, բոլորը հոնգուր լացում էին, բոլորն էլ գիտեին, որ դարդացած այդ մարդը։ Կինը գալիս, սևակ եղբայր, մի բան ասա, իմ ամուսինը փրկված է, թե փրկված չի, ես չգիտեմ քո ամուսինը փրկված է, թե չէ, ես չգիտեմ, ու էլի մի բան չգիտեմ, աղջի ջան դուք, ես ինչ եք անում քույրերով, ու տեցել ասացի էլի, կինս ասում է մի ասա, ոչ չասեմ, ինչ եք անում քույրերով, որ ձեր մարդիկ, ժամանակի շուտ, մեկի ամուսինը չկա, ես ինչ անեցք է, այո, դա անեցք է, նայի քեզ, սիրելի քույրս, նայի քո խաղաղությանը, մի սպասի քեզ ինչ անեն, ոնց, ես իմ ինչեր առնի բերի տա քեզ, մի ծախի քո ջերմությունը, մի ծախի, դա Տերը քեզ տվել է, որ դու տաս, այդ ջերմությունով պահես, լցնես քո տունը սիրով, քաղցրությունով, ուրախությունով, խաղաղությունով, Սուրբ Հոգու բոլոր պտուղներով։